Շաբաթվա գլխավոր սթրեսն անշուշտ Թումոյի մոտ ավտոբուսի պայթյունն էր, որի հետևանքով 2 մարդ զոհվեց, 7-ը վիրավորվեցին։ Իրավապահները 24 ժամում բացահայտեցին պայթյունի պատճառները եւ մանրամասները ներկայացրին հանրությանը։ Հաշվի առնելով չընդհատվող սահմանային միջադեպերը, պարզ է, որ պրկված նյարդերի ու սթրեսի պատճառով բոլորս մտածում էինք վատթարագույնի մասին եւ շշուկով քննարկում հնարավոր ահաբեկչության վարկածը։ Ու հատկապես կարեւոր էր, որ գործի քննությունը նոր լեգենդներով չպատվի ու արագ բացահայտվի։ Այդպես էլ եղավ։ Պարզվեց, որ պատճառը կենցաղային է ու ընտանեկան հողի վրա։ Բավականաչափ արագ եւ օպերատիվ մեր քննչական ու իրավապահ համակարգն օրինակելի պրոֆեսիոնալիզմ դրսևորեց։ Չմնացին օդում կախված հարցեր, հանրային օրակարգը չլցվեց ասեկոսեներով։ Զորա Փարոյանն է ներկայացնում ավտոբուսի պայթյունի մանրամասները։ Առաջին անգամ հրապարակում են քննության ընթացքում ձեռք բերված բացառիկ տեսանյութեր։ Այս բացառիկ տեսագրության մեջ ուշադրություն դարձրեք լուսապարկով սևազգեստ մարդուն, որը հավանաբար ալկոհոլի ազդեցության տակ մի կերպ է ոտքի վրա կանգնում։ Նրա ծխախոտը վառող տղան չէր կարող պատկերացնել, որ սևազգեստ մարդու պայուսակում մահացու պայթուցիկ նյութ է, որը կարող է պայթել ցանկացած վայրկյանի։ Տեսագրությունում չի երևում շարունակությունը, բայց լուսապարկով տղամարդը այնուհետև նստում է 15-րդ թաղամասից դեպի 9-րդ մասիվ գնացող Բոգդան Մակնիշի 63 համարի ավտոբուսը։ Քիչ հետո, երբ ավտոբուսն արդեն Հալաբյան փողոցի նախավերջին կանգառում էր, ավտոբուս բարձրացան Թումոյի 2 սաներն ու նստեցին նախավերջին նստարանին։ Լուսապարկով տղամարդը ավտոբուսի սրահի առջևի աջ անկյունում էր։ Ավտոբուսը կանգառից հենց նոր էր շարժվել, երբ արդեն ամեն ինչ սևացավ ու լռեց։ Նաուշնիկներ ունեի մոտս, երգ միացրեցի, ոնց որ երգը միացրեցի ու ավտոբուսը տարպայթեց։ Ես հեռախոսով էի խոսում, հետո պայթյունը չլսեցի, բայց ականջներից մեջ սուլոցի նման ձայն էր։ Հեռախոսի մյուս ծայրում Էդգարի մայրն էր։ Տիկին Թամերը նույնիսկ պայթյունի ձայնը չլսեց, կապն անջատվեց ու Էդգարի հեռախոսը դարձավ անհասանելի։ Կարծես կապը գնացել էր, բայց ինձ մոտ չէր անջատվել, հեռախոսը չէր անջատվել։ Բայց պայթյունն այնքան հուժկու էր, որ ձայնը լսվեց նույնիսկ Կոմիտաս Դավիթաշեն թաղամասերում։ Ձայնը նույնիսկ լսեցինք Կոմիտաս պողոտայում։ Պայթյունից կոտրվեցին հարակից շենքերի ապակիները։ Առաջին անգամ ցուցադրվող այս կադրերում երևում է, թե ինչպես են փշրվել մոտակա շենքերի բնակարանի, նույնիսկ ներսի պատուհանի ապակիները։ Պայթյունից ընդամենը 20 վայրկյան անց հեռախոսով արված այս տեսանյութում երևում է, թե ինչպես են պատահական անցորդները վազում դեպի ավտոբուս վիրավորներին օգնելու։ Հենց այդ պահին Էդգարին է մոտենում Հարութ անունով մի անցորդ ու փորձում հանել ավտոբուսից։ Ինձ օգնեց տարավ, ասացի, որ մենակ չեմ, էլի հետս մարդ կա։ Ի տարբերություն Էդգարի, Ռոլանդը գիտակից չէր այդ պահին։ Չգիտեմ, կարող է հավատակ, կարող է չհավատակ, բայց ես հրեշտակ տեսա։ Այդ հրեշտակը ասաց, որ ոչ ոքի չլսես, դու քո սրտին լսի։ Տես ինչ է ասում, տենց էլ արա։ Ես հավատացա իրան։ Որ եկանքի վանդանոց ես ինչ-որ մարդու տեսա ասավ շորերով, ասում էր մի շնչի իմ հետ արի դու, իմ հետ արի երկինք։ Այդ ժամանակ ես հիշեցի այդ հրեշտակը, խոսքերը, չհավատացի այդ ձև շորերով մարդուն, սկսեցի ավելի արագ շնչել։ Պայթյունից բոլոր տուժածներն արդեն Արմենիա բժշկական կենտրոնում էին, նաև Թումոյի 2 սաները։ Մի քանի աշխատանքային բրիգադաներով, վիրաբույժների, միկրովիրաբույժների հետ միասին դա առաջի վիրաբուժական միջամտությունը կատարվել է։ Մինչև այդ արդեն տեղում էր Հայաստանի իրավապահ ամբողջ համակարգը, փրկարարները, շտապօգնությունը, բոլորի մտքով այդ պահին ահաբեկչության վարկածներ։ Իրավապահ համակարգը քիչ ժամանակ ուներ տեղի ունեցածը պարզելու համար։ Տեղամասերը մաշկվեցին եւ բաժանվեցին, ամեն տեղամասում մի քանի քննիչի մասնակցությամբ կատարվեց դեպքի վայրի զննություն։ Առաջին րոպեներին հայտնի դարձավ, որ 9 մարդ է եղել ավտոբուսում, որից մեկն է զոհվել, մնացածը վիրավորվել են։ Դեպքի վայրի զննությանը զուգահեռ քննիչները խումբ խուզարկում էին ավտոբուսի բոլոր ուղևորների բնակարանները, բայց ոչ մի էական ապացույց չէր գտնվում։ Եվ հանկարծ դեպքի վայրի զննության ընթացքում գտնվեց հեռախոսի մի քարտ, որը 9 ուղևորներից ոչ մեկինը չէր։
Պարզվեց, որ այդ նշված հեռախոսակարգերից մեկը պատկանում է Ռուբեն Բայլյանին, ով միջև այդ մեր տեսադաշտում չկար։ Քարտը հայտնաբերելուց հետո անմիջապես խուզարկվեցին Ռուբեն Բայլյանի բնակարանները, նրա շրջապատի մարդկանց, հարևաններին։ Քննիչական խումբը Ձորաղբյուրում գտնվող նրա ամառանոցում գտավ տրոտիլ պայթուցիկ նյութ, ինչը համընկնում էր ավտոբուսի պայթյունի նյութի հետ։ Փորձագիտական խումբը Ռուբեն Բայլյանի մորից վերցրեց ԴՆԹ փորձանմուշ եւ համեմատեց դեպքի վայրում հայտնաբերված մարմնի կտորների հետ։ Հայտնի դարձավ 10-րդ ուղևորի ինքնությունը։ Ամբողջական դիակ չկար եւ պարզ չէր, ով կարող է լինել այդ անձը։ Ապրիլի 26-ի լուսաբացին արդեն պարզ էր ով է պայթեցրել ավտոբուսն ու ինչու։ Սա բացառիկ երևույթ է, որ մեկ գիշերվա մեջ իրավապահ համակարգը կարողանում է բացահայտել քրեական գործի հիմնական մասը։ Ռուբեն Բայլյանը կենցաղային խնդիրներ է ունեցել մոր հետ, տան առողջարքի հետ կապված եւ նշված օրը եկել է մոր տուն եւ փորձել է մոր հետ հաշվի առդար տեսնել։ Պարզվում է ամառանոցը իր անունով չգրանցելու պատճառով Ռուբեն Բայլյանը 3 տարի առաջ ավերել է տան ամբողջ գույքը։ Ոստիկանություն դիմաց մայրը հետո ցուցմունքը հետ է վերցրել։ Հայտնի է, որ Բայլյանը 90 թվականին դատապարտվել էր սպանությանը հանցակցելու համար։ 2010-ին էլ Լատվիայում նստել էր անօրինական զենք պահելու հոդվածով։ Այս ողբերգական պայթյունը խլեց 2 կյանք, վիրավորվեցին 8-ը։ Վիրավորներն ապաքինվում են տուժած հղի կնոջն ու նրա պտղի կյանքին այլևս վտանգ չի սպառնում եւ շուտով նա դուրս կգրվի։ Թումոյի 2 սաները բուժվում են կողք կողքի, բժիշկների սպասածից արագ։ Քննչական կոմիտեն հետաքննությունը շարունակում է։ Պետք է հասկանալ ինչու, ինչպես պայթեց ավտոբուսը եւ որտեղից Ռուբեն Բայլյանին տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը։ Զորապարյան, Նարեկ Գալստյան, Բանաձև։